Թրիպի մասով հետևյալ ժամանակացույցով ենք առաջնորդվելու, առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք թրիպի հետ կապված համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները, ընդ որում նախագիծը համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա։ Հաջորդիվ արդեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ասաց, որ ընթանում է ամբողջ ծավալով Firebird ընկերության նախագիծը Հրազդանում արհեստական բանականության կենտրոնի ստեղծումը եւ տեղյակ եք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահներ հայտարարեց եւ նաեւ ընկերության ներկայացուցիչները երբ այս շրջանակներում մեզ ներկայացնում էին, այդտեղ պոտենցիալ են տեսնում, որ ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև $4 միլիարդ։ Վերադառնալով թրիփին ասեմ, որ նաև սկսվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը եւ գնահատումը, որը շատ կարեւոր է նախագծի իրագործման համար, հաջորդիվ նաև էներգետիկայի ոլորտում մենք, ինչպես արդեն ասվեց, կտեսնենք ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում, դուք գիտեք, որ այստեղ մենք մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն եւ իհարկե մենք որոշում կայացնենք այն նախագծի օգտին, որը առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին։ Հաջորդ խնդիրը, որը ելի կարևոր է սահմանների կառավարման հետ կապված, այսօր օրինակ մենք ներքին գործերի նախարարի հետ աշխատանքային քննարկում ունեինք եւ ես նաեւ կառավարությանը խնդիր եմ առաջադրել, որ այն պահից երբ Հայաստանում կսկսեն արդեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա մենք սպասում ենք 2027 թվականի աշնանը, մեր օդանավակայանում եւ բոլոր կետերում պետքա գործեն անկոնտակտ անցման ուղիները, այսինքն բիոմետրիկ քաղաքացի ունեցող կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները պետքա գնան ուղղակի իրենց կենսաչափական տվյալները, այսինքն առանց կոնտակտի պետքա գնան օդանավ մտնեն դուրս գան կամ սահմանը հատեն։